Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալ, նախ այս դատական նիստի ձեր սպասելիքների եւ արդեն որոշման հետ կապված ձեր դիտարկումները խնդրեմ։ Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանության այս որոշումը, որը արտահայտվեց այս դատարանում, ուղիղ կապ ունի ձեր ասած այն քաղաքական օրակարգային հարցերի հետ, որը թողել եք այս հարցից հետո, որովհետեւ Արմեն Աշոտյանի կալիբրի գործիչների հետ կապված որոշումներում բնականաբար գլխավոր հիմքը ոչ միայն զուտ քաղաքականն է, այլ նաև քաղաքական այն իրադրային իրողությունները, որը կոնկրետ այս պահին գործում են, իսկ հայաստանյան ներքաղաքական դաշտը ալեկոծված է մեծ թվով իրադարձությունով, մի կողմից իշխանությունների կողմից հարձակումները Մարիաթորի նկատմամբ, մյուս կողմից քաղաքական ուժերից մասնավորապես հանրապետականի նախաձեռնած անվստահության գործընթացի հետ, որը իշխանության նաև արձագանքներից ակնհայտ է, թե որքան այն նյարդային խանգարումներ առաջացնում եւ բերում համապատասխան նաև բառապաշարի, այնպես որ ցավոք եմ արձանագրում, որ այսօրվա ներքաղաքական իրողություններին համահունչ այսօր որոշում ենք տեսել, որից քաղաքական գործիչների համար գոնե հիասթափվելը որևէ առումով կատեգորիա չէ, բնական է մենք որպես նաև ընկեր որևէ ձևով չենք ուզում տեսնենք խափման միջոցի տնային կալանքի երկարացում, բայց քաղաքական տեսանկյունից էլ մեր համար ակնհայտ է ինչ է տեղի ունենում եւ ինչ է քաղաքական իշխանության այս որոշման հիմքում։ Պարոն Աբրամյանի, վերջո ինչ անել, որ ընդդիմության համար իմպիչմենտի գործընթացը դառնա արդյունավետ, որ դեպքում կդառնա ձեզ եւ նաեւ ինչով եք պայմանավորում հենց այս փուլում եկեղեցու թիրախավորման թեժացումը, որովհետեւ հիշում ենք 2018-ից նման պարբերական փորձեր եղել են։ Գիտեք, այսօր առաջին բանը, ինչը առավոտյան այդ զեղումներում ես տեսա, իշխող ուժի ղեկավարի առաջին բանը, որ մտքիս եկավ, բացի այն բոլոր վերլուծություններից, որոնք այս օրերին ես եւ շատ շատերն արել այն է, որ ամեն դեպքում իշխանությունը չի ներում Մարիաթորին եւ նաեւ կաթողիկոսին 20-21 թվականի ժամանակահատվածում հստակ դիրքորոշում ունենալու երկրում ստեղծված իրավիճակից։ Այո, այդ ժամանակահատվածում իշխանությունը դեռ այն վիճակում չէր, որպեսզի իր հարձակումները այսպիսի տեմպով իրականացնել, եւ հիմա ինչ որ պահի իշխանության մոտ բացի քաղաքական եւ մնացած հանգամանքներից նաեւ այս վրեժի հանգամանքը կա։ Երկրորդը այն ինչ որ ձեռնարկել է այս իշխանությունը եւ որպես հետևանք նաեւ բերել մեր ժողովրդի գլխին շատ բանով դրա հետագա քայլերի, այսպես ասեմ, շակերտավոր արդյունավետությունը կապված է մեր հանրային դիմադրությունից։ Մարիաթորը դարերով ոչ միայն հիմա եղել է այն կառույցը, որը ինքնության պահպանման, մեր պատմական հիշողությունների պահպանման, вообще հայ տեսակը, լեզուն եւ մեր համոզմունքների պահպանումից բացի նաեւ հանրային դիմադրության կարևոր կառույցներից մեկն է եւ իշխանությունը չի կարող իր պլանները իրականացնել ճանապարհին ունենալով այդպիսի մեծ դիմադրություն ունեցող կառույց։ Այստեղ խնդիրը ոչ թե զուտ եկեղեցու համար քաղաքականն է, ոչ կոնկրետ անուններն, այլ այն, որ Մարիաթորը դարեր շարունակ ունեցել է այդ ֆունկցիան, դիմագրավել է եւ ներքին եւ արտաքին բոլոր սպառնալիքներին եւ թշնամիներին եւ այս իրավիճակում թիրախավորվել է հենց իր հասարակության այն հատվածի կողմից, որը մեր երկիրը բերել է հասրել այս ողբերգական կետին։ Ես կարծում եմ սրա մեջ նաեւ որոշակիորեն պետք է տեսնել ներքաղաքական առումով նաեւ նախընտրական որոշակի գործողությունների կոնտեքստ։ Սա արտահայտվում է ոչ միայն եկեղեցու դեմ, բայց սարսափելի գործողություններով, այլ առհասարակ այն բառապաշարով, որով իշխող ուժի ղեկավարը եւ նրա հատկապես մի քանի թիմակիցներ շփվում են հասարակության եւ հասարակության տարբեր շերտերի հետ։ Նաեւ ուզում եմ համեմատության մեջ հիշեցնել, որ 2018 թվականն այս իշխանության հիմքում այդ փոփոխությունները նրանց ասած դա ատելություններ, հասարակական տարբեր խմբերի նաեւ բախումներ տանելներ եւ հիմա էլ իշխանությունը պահելու եւ դրա երկրաձգումն ապահովելու հիմնական ուղղություններից մեկը, որը որպես գործիք կիրառում է կրկին ներհասարական բախում ստեղծելն է։ Բաժանիր, որ տիրեսի այլընտրանքը որն է ձեր կողմից։ Հեսա կարծեմ։ Նաև պետք է հստակ հասկանալ, որ
այն քաղաքական խումբը, որ այսօր պետության ղեկին է, որևէ բանի առաջ չի կանգնի, ընդհանուր արյունահեղության կտանի, միայն թե կարողանա իշխանությունը պահել, նաև օգտվելով իր արտաքին հովանավորների նաև հնարավորություններից։ Հիմա քաղաքական այս իրավիճակը նաև որոշակի բնականաբար փոխկապակցություն ունի այն գործընթացի հետ, որը այսօր ծավալվել է իշխանության դեմ, այս անվստահության գործընթացը այս պահին եղած քաղաքական օրակարգի այն լուծումն է, որը ունակ է նաև մոբիլիզացնելու մեր հանրային քաղաքական տարբեր խմբերին։ Հիմա որքան էլ շատ-շատերը փորձում են այս թեման ներկայացնել տարբեր հաշվարկների համատեքստում, գիտեք, դաժե այն մարդիկ, ովքեր այսօր տեսակետ են արտահայտում իրադրային որոշակի զարգացումից հետո, որը կարող է լինել 5 օր հետո, 1 շաբաթ հետո, նրանք նույնիսկ իրենց դիրքորոշման մեջ կարող փոփոխություն ունենալ։ Եվ այս իրավիճակում քանի չկա քաղաքական այլընտրանքը, որևէ այլ օրակարգ եւ դաշտում բացի անվստահության գործընթացից, որը գոնե մաքուր ընդդիմության առաջարկ է, մնացածը վերաբերում է իշխանության առաջ բերած տարբեր արհեստական օրակարգերի, բնականաբար այս իրավիճակում պետք է բռնել եղած հնարավորություններից եւ փորձել քաղաքական համախմբումը ապահովել դրա հիման վրա։ Երբ որ այս իրավիճակում քաղաքական այլ սուբյեկտների կողմից, ովքեր դիրքավորվեն ընդդիմադիր հատվածում, առաջ քաշվի նաև քաղաքական այլ օրակարգ, դա բնականաբար կդառնա քննարկման առիթ եւ քննարկման առարկա եւ մենք էլ որպես այդպեսին կփորձենք իրավիճակը գնահատել եւ մեր նախաձեռնությունները տեղավորեցնել այդ ակտուալության շրջանակներում։